Ընկերներ, ողջույն, սահմանն անցնում ենք Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքեսյանի հետ։ Դուք այսինքն չեք կիսում այն դիտարկումները, որ Ռուսաստանի միջազգային դերը մեծանում է, հետևաբար Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է, այդ ազդեցությունը մեր տարածաշրջանում Հայաստանի վրա կրկին կարող է լինել դոմինանտ եւ Հայաստանը այլևս չի կարողանալու դուրս գալ ոչ հապկից, ոչ էլ հիատամից դուրս գալու մասին մտածել։ Ոչ, չեմ կիսում այդ տեսակետը։ Դրանք չափազանցված տեսակետներ են եւ տակը բարձրապես գիտեք ոնց օբյեկտիվ վերլուծություն չկա։ Եթե հիմնավորվի օրինակ տնտեսությամբ, ռազմական ներուժի տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից, աշխարհաքաղաքական վերլուծություն լինի տակը հասկանանք։ Դրանք մակերեսային էկլեկտիկ դատողություններ են, որոնք տակը հիմք չունեն։ Ես էլ եմ ասում, ինչն է խնդիրը։ Խնդիրը այս ԱՄՆ-ի որպես պետության նոր գլոբալ հաշվեկշռի որոնումն է, որտեղ Ռուսաստանը դերակատար չի։ Թողեն կմեռնի հիմա։ Եթե շարունակեն այս քաղաքականությունը, Ռուսաստանը մեռնելու է։ Պարզապես իրենց Ռուսաստանի մեռնելը ձեռնտու չի։ Այդ դետալը պետք է նոր գլոբալ բալանսի մեջ։ Պետք է որպեսզի այդ դետալին դեմ տան Չինաստանին, ուրիշ ոչ մի բան։ Բայց Ռուսաստանը որպես պետություն այլևս այն պոտենցիալը չի ունենա, որ իհարկե ձգտումներ կունենա, պարզ է, բայց այն պոտենցիալը չի ունենա, որ գործադրի այն այլանդակությունը, որը որ միշտ է գործադրել, որովհետև նայեք, մենք այս ընթացքում քիչ բան չենք արել։ Մենք այս ընթացքում կարողացել ենք ինչ-որ բաներ Ռուսաստանի հետ չափավորել։ Մենք մեր օդանավականից ռուսներին հանել ենք։ Մենք Հայաստան իրան սահմանից ենք հանում աստիճանաբար։ Մենք Հայաստան-Թուրքիա սահմանից ենք հանում աստիճանաբար։ Հայաստանի Հանրապետություն ՀԱՊԿ-ի ես վստահեցնում եմ, ինչ որ պահի ՀԱՊԿ-ից էլ ենք դուրս գալու։ Այդ պարզապես գիտեք ոնց է, Ռուսաստանի հետ վերլուծությունները մեզ մոտ ավելի շատ ցանկությունների շրջանակներից են։ Այսինքն ինքը ցանկանում է, որ այդպես լինի, ոչ թե իրականում այդպես է։ Որտեվ այդ Ռուսաստանի գերակայության եւ մեր հետագա թուլության, Ռուսաստանի հետ կախվածության հարցը օբյեկտիվ դատողություն չունի տակը։ Դա բացառվում է։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության այլևս վնասել չի կարող։ Չի կարող։ Բայց օրինակ փորձի։ Դա չի կարող։ Ռուսական պետական ալիքներով էլի այս երկու օրը խոսում են այն մասին, որ Հայաստանին պետք է պատժել, գազը կտրել, տնտեսության պատժել, լարսը փակել, այս անել, այն անել, այսինքն լծակներ եւ գործիքներ կան դեռևս։ Ճիշտ է, բա ուր է։ Այժի չեն գործադրում։ 3 տարի է, 4 տարի է, իրենք Հայաստանին հոխորտում են 1000 ու մի բաներ։ Հոխորտում են, որ եթե հանկարծ ՀԱՊԿ-ի հետ մի քիչ ձեզ լավ չպահեք, Հայաստան չի լինելու։ Հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ իրեն լավ չի պահում, իրենց ընկալմամբ։ Հայաստանը կա թե չկա։ Այսպես ասեմ ավելին, իհարկե այս իմ ասածը մեծամտությամբ չընկալենք։ Ավելի շատ Հայաստանն է Ռուսաստանին պատժում։ Բայց բարի բուն իմաստով հարցը չընկալենք, էլի։ Տեսեք, հիմա եթե իրենք են մեզ պատժում կամ պատժելու պոտենցիալ ունեն, այդ ոնց է լինում, որ մենք 90-ականներին Հայաստան իրան սահմանում խցկված ռուսերին հանում ենք։ Այդ ոնց է լինում, որ Մարգարայի Հայաստան-Թուրքիա սահմանից հանում ենք։ Այդ ոնց է լինում, որ իրենք մեզ պիտի պատժեն, բայց մենք օդանավականից իրենց հանում ենք։ Ոնց է լինում դա։ Հետևաբար մի բան է դիսկուրսը, մի բան է այդ դիսկուրսի համապատասխանությունը պրակտիկային։ Դիսկուրսի մակարդակով ամեն ինչ ողբերգական է։ Մեզ կպատժեն, այս կանեն, այն կանեն, գազ կանջեն, թող անեն, էլի։ Եկը մի բան էլ կա, ասեմ, ընդհանրապես դա հնարավոր է։ Ոչ թե որպես պատժի միջոց, այլ որպես իրողություն։ Նկատի ունենանք, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Ռուսաստանի քաղաքականությունը մեզից շատ կախված չի։ Նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետությունը ինքը որոշի, օրինակ, գետնի տակից վերակենդանացնել ռուսասեր հատված, լինի ռուսական բոլոր փտած նախագծերում։ Եթե Ռուսաստանը մի օր որոշեց գնալ, նա գնալու է։ Եթե նա մի օր որոշեց ձեզ պատժել, նա պատժելու է։ Դա ձեզնից կախված չի։ Ձեզնից ի՞նչն է կախված։ Տեսեք, մեզնից կախված է այն, որ մենք
ռուսական ներկայությունը այնքան իջեցնենք եւ հակակշռենք այլ ներկայություններով, որ Ռուսաստանի ազդեցությունը դառնա աննշան։ Եվ Հայաստանի Հանրապետությունը սա անում է։ Հայաստանի Հանրապետությունը պարզապես դա չի անում կտրուկ, դա չի անում օրիենտացիոն մտածողությամբ։ Եթե օրիենտացիոն մտածողությամբ նայեք, հիմա Հայաստանի Հանրապետությունը բոլոր ռուսական նախագծից այս բանը պետք է դուրս գա։ ՀԱՊԿ-ից դուրս գա, ԵԱՏՄ-ից դուրս գա, իհարկե դա մեր ցանկությունն է։ Բայց Հայաստանի Հանրապետությունը այդ ամենը անում է բալանսով, աստիճանաբար։ Իր շուրջ ստեղծելով այնպիսի հաշվեկշիռ, որ այս մի դետալը որ հանի, հետո վնաս չունենա։ Այն մի դետալներով հավասարակշռի։ Հետևաբար իրենք թող ուզում են նախ ես իրենց առաջարկում եմ թող անեն, էլի։ Ինչ կլինի։ Ես խնդրում եմ իրենց։ Մի անգամ որոշեք այդ ինչ որ ասում եք արեք, էլի։ Մի անգամ արեք, մենք ձեզնից մի անգամ հավերժական յանտակ բրծնենք։ Բայց իրենք բարձ է, ասեն, կանեն լրիվ ուրիշ բան։ Պարոն Սուքասյան, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ռուսական լրատվական միջոցներում մի չակերտավոր մի տեղեկություն նետեց, որը սկսեց ակտիվ քննարկվել, որ իբր թե Վրաստանում հակակառավարական ցույցերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից եւ քանի որ Վրաստանի իշխանությունները սահմանափակել են եվրոպական փողերի մուտքը երկիր, հիմա այդ ֆինանսավորումը տեղի ունենում Հայաստանի տարածքով, այսինքն Հայաստանում ներկա Եվրամիության դեսպանատների միջոցով, հա, այս տեղեկատվության նպատակը ո՞րն է, այսինքն Վրաստանի եւ Հայաստանի միջև ինչ որ բացասական մթնոլորտ ձևավորելը։ Այո, տեսեք, իրենք տարբեր պետությունների հետ Հայաստանի համար կոնֆլիկտային բաներ են առաջացնում։ Այս հունվար ամսվա սկզբին տարածվեց տեսանյութ, ինչ որ իրանցիներ եսի միջ են անում։ Նպատակը իհարկե օգտվելով մեր հասարակության հուզականությունից շատ բորբոքվեց դա, որը շատ մեծ բան չէր, բայց Հայաստան իրեն հարաբերությունները փչացնելն էր։ Տեսեք, իրենք ամենտեղ Հայաստանի հետ իր հարևան պետություններից ու գլխավորապես Իրանի եւ Վրաստանը, Թուրքիան թողնենք, Ադրբեջանը, փչացնելու քաղաքականություն են վարում։ Երբ որ Հայաստանը հաջողացրեց Եվրոմիության հետ համագործակցաբար Եվրոմիության դիտորդներ հրավիրել այստեղ, ռուսները հիշում եք ինչ էին անում, դա Իրանի դեմ է, աղաչում էին Իրանին, որ Իրանը ընդունի, որ դա իր դեմ է։ Հազարամյա պատմություն ունեցող պարսիկներին, իրանցիներին բացատրում էին Իրանի շահը։ Դա այն փորձում կոնֆլիկտ հրահրել չեղավ։ Մենք կարողացանք ճիշտ բացատրել։ Հիմա էլ ենթադրենք կպել են Հայաստան-Վրաստան հարաբերություններին, որտեղ այդ հարաբերությունները իհարկե Վրաստանի իշխանության ներքին քաղաքականությունը թողնենք, բայց Հայաստան-Վրաստան հարաբերությունները բավարար մակարդակի վրա են գործընկերային։ Հիմա պարզ է, որ փորձեն դա էլ փչացնել։ Պարզ է, որ արհեստական դիսկուրսներ դնելով, հա, երկու օր կարող է ազդեցություն ունենալ։ Երրորդ օրը դա կհերքվի կգնա։ Բայց հա, նպատակը դա է, նաև Վրաստանի հետ մեր հարաբերությունները որոշակի իմաստով փչացնել, բայց տեսնում եք, որ այտենց շատ հատուկ ուշադրություն դարձող չկա դրան։ Պարոն Սուքասյան, օրինակ պատրաստվում եք արձագանքել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ առողջ ուժերին կոչ է անում միավորվել իրենց հետ եւ պայքարել այս իշխանությանը հեռացնելու համար։ Բայց ինչ է նշանակում առողջ ուժ։ Ինքը բացատրի մի հատ, ասենք մեկը հիվանդ է, մեկը առողջ է։ Իրենք գիտեք ոնց է, իրենց առողջությունը մեր առողջության հետ կապ չունի։ Եվ հակադիր է Հայաստան, իրենց գոյությունն է հակադիր եւ հակասանիտարական Հայաստանի Հանրապետության գոյության համար։ Հայաստանի Հանրապետության իրենց ընկալմամբ առողջ ուժերը կամ ընդհանրապես մեր հասարակության մեջ հասկանալի կերպով առողջ ուժերը զբաղված են պետականաշինությամբ։ Իսկ իրենց հասկացած առողջ ուժերը զբաղված են պետականաքանդությամբ։ Հետևաբար պարզ է, որ Հայաստանի կյանքով հետաքրքրված առողջ ուժերը պետականամետ ուժերը, սուվերենիտետի գաղափարը ընդունող ուժերը, որտեղ սա է գլխավորը, այն առողջությունը պետք է չափել հետևյալ
հարացույցի շրջանակներում, ովքեր են ընդունում Հայաստանի սուվերենիտետը։ Եթե սա այս ընդունող սուվերենիտետով մտածող ուժերը զբաղված են այսօր Հայաստանի համար ազատություն, անվտանգություն, պրոգրես որոնելու գործով, ինչքան որ կարողանում են։ Իսկ իրենց աշխարհայացքի, իրենց մտածողության ուժերը, միգուցե կմոբիլիզանան Հայաստանի դեմ, բայց ես եմ ասել, որ իրենք այլևս այնքան առողջ չեն, որ կարողանան Հայաստանի Հանրապետությանը վնասել։ Իհարկե կմխտրեն, ուզում են մխտրել, իհարկե իրենց հասկացրել են կամ իրենք հոտը առել են, որ Ռուսաստանը կարծես թե չի մեռնում, որտեղ Ռուսաստանն էլ է, չէ՞, սկսել արդեն այնտեղ բանը, Թրամփը մի երկու նախադասություն է ասել իրենց չմեռնելու հետ կապված, ասել է հələ չհողարկավորեք, սրանք արդեն սկսել են, բան, չէ՞, Ռուսաստանը, Պուտինը, եվրասիական ինտեգրացիոն նոր կառույց ենք ստեղծում, ավելի շատ ինտեգրվեք, սրանց են ոտքի հանել, բայց սրանք քանի որ քաղաքականություն լավ չեն հասկանում, նախ գիտելիքի հետ խնդիր կա, երկրորդն քանի որ Ռուսաստանի հանրահարություն են կատարում, ոտքի են կանգնել, դա եմ ասել, որ իրենց սնող լաբորատորիան, որն է Ռուսաստանը, չունի այլևս այն ուժը, չի մեռնի, միգուցե ուժերի բալանսի համար չի մեռնի, բայց չունի այն ուժը, որսի կարողանա շատ մեծ վնաս հասցնել Հայաստանին։ Իսկ իրենք թող իրենց ընկալմամբ առողջ ուժերով, որն է սուվերենիտետի գաղափարը ծաղրող եւ մերժող հատվածով թող միավորվեն, ենթադրում եմ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հավաքական կամք կցուցաբերի եւ իրենք հանուն Հայաստանի կգնան այնտեղ, որտեղ որ իրենք պետք է որ լինեն։ Եվ պարոն Սուքասյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչյանն ասում է, որ բայց ինչի պետք է Ռուսաստանը Հայաստանին օգներ, որ իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իշխանություններից պահանջում է անհապաղ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ։ Հետաքրքիր է ինչու։ Բայց նախ Հայաստանի Հանրապետությունը հələ չի ասում ինձ օգնի, Հայաստանի Հանրապետությունն ասում է ինձ մի վնասի։ Այստեղ Ռուսաստանի օգնության հարցը չի։ Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցել է եւ Արցախն ու Հայաստանը փլցնելու քաղաքականություն են վարել։ Այստեղ օգնության մասին ով է խոսում։ Նա Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստան չէ ասում օգնի, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին ասում է կատարիր քո պարտականությունները։ Ինչ օգնության մասին է խոսքը։ Բայց իրենք դա այդ տեսակետը իրենը չի։ Դա ռուսական տեսակետ է։ Շատ եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում վերլուծությունները հիմքից կտրված են։ Դա Ռուսաստանն է արել։ Հիմքը ո՞րն է։ Եթե մենք մնանք հիմքի մեջ, որն է, որ եղել է ռուս-թուրքական գործարք մեր տարածաշրջանում, մեր կյանքի հաշվին, Հայաստանի Հանրապետությունը ինչ անի կլինի ճիշտ։ Ռուսաստանի դեմ ինչ անի կլինի ճիշտ։ Բայց իրենք տեսեք, հիմքից կտրել են, այս հիմքը մոռացել է։ Սկսել են մեզ մեղադրել ինչ-որ ասում է ոնց որ լավ չէի կանգնած, ոնց որ բոյներդ մի քիչ կարճ էր, ոնց որ լավ չխոսեցիք, այդ հեղափոխությունը ոնց որ մի քիչ լավ չէ կարել։ Սկսել են քաշել այս դիսկուրսի մեջ եւ որովհետեւ իրենց ոչիրները հիմնավոր են եւ որովհետեւ նաեւ բացատրություն գտնեն, թե մեզ ինչի պետք է չաջակցեն կամ իրենց պարտականությունը չպետք է կատարեն։ Ամեն ինչին բացատրություն ունեն։ Մտել են Ադրբեջանը, մտել է Հայաստանի սահման, ասում են ոնց որ սահմանը ես լավ չգիտեմ որտեղ է։ Չգիտեմ, ամեն անգամ ինչ բացատրություն ունի, որովհետեւ հիմնավորի իր ոչիրը։ Իսկ իրենց բացատրությունը նորոսական բացատրություններ են։ Ինքը նայեք, վերջը Հայաստանի Հանրապետության նախագահ է եղել։ Ինչը եղել, ինչի եղել, հələ թողնենք, էլի։ Ինքը նվազագույն պետականության գիտակցություն չունեցող մարդ է, նվազագույն, էլի։ Ասենք լավ, հələ գիտենք դուք ովքեր եք, էլի։ Գիտենք, որ դուք Հայաստանի անկախության թշնամիներն եք, մենք դա գիտենք։ Բայց վերջը նախագահ է եղել, էլի, նվազագույն բարոյականություն, արժանապատվություն չունես, ձևս ինքդ քո հետ ինչ ձև ես խոսում։ Ինքդ քո հետ ինչ ձև ես խոսում։ Լաման ինչ ասեմ, իսկ այդ արտգործնախարարն էլ թող գնա ինքը բացատրի իրենց կատարած ոչիրների մասին, այդ մեղրին եւ այլն։ Թող ինքը սա բացատրի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ անում է ճիշտ։
Ստրատեգիայի մեջ ճիշտ է, մնացածը դետալների հարց է, որոնք կարելի է քննել։ Իսկ տարածաշրջանում նոր էսկալացիայի վտանգ տեսնում եք, մասնավորապես օրինակ պայմանավորված Իրանի գործոնով, երբ Իրանի հարցերը փորձեն լուծել, Ադրբեջանն էլ, այսպես ասած, անցնի մեր հարցերը ուժային տարբերակով լուծել։ Կարծում եմ ոչ։ Նաև եթե բարձր չէ, որ եթե լինի, դա պետք է լինի ԱՄՆ-ի համաձայնությամբ, չէ՞, գլխավորապես։ Հիմա դիմում ենք ԱՄՆ ռազմավարական մտքին, որը Ամերիկայի համար արտաքին քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունի։ Նրանք աշխատում են ստրատեգիաներով, մենք աշխատում ենք այդպես ձեռի հետ, ոնց կլինի, էլի։ Նա Ամերիկյան ռազմավարական միտքը ինչ է ասում է, օրինակ Բժեզինսկին, կարծեմ Բժեզինսկին է, ասում է ԱՄՆ-Իրան հարաբերություններում կոնֆլիկտային բնույթը ստրատեգիական չի, տակտիկական է։ Այսինքն ԱՄՆ-ն Իրանի հետ ստրատեգիական խնդրեմ չունի, կոնֆլիկտ չունի, ունի տակտիկական խնդիրներ, որը մեծ կոնֆլիկտի չի վերածվի։ Իհարկե հիմա Իսրայելի գովքը շատ է գնում, բայց այստեղ հարց կա, նայեք, եթե ենթադրենք այդ պատերազմը եղավ, եւ այստեղ Հայաստանում էլ մարդիկ կան, Իսրայելի գերակայության վերլուծություններ են անում։ Ճիշտ է, հա, սահման չունեն, որտեղ եթե սահման ունենան, պարսիկները կլցվեին Իսրայելը, կվերցնեին, կպրծեն 80 միլիոնոց պետությունը։ Օդային կռիվ է լինելու, որտեղ Իսրայելը գերակայություն ունի։ Բայց նկատի ունենք, որ Իսրայելը ունի միջուկային մարտագաղթիքներ, որոնք թաղված են Դիմոնի անապատում։ Բա որ պարսիկները դա թիրախավոր են։ Ինչ է անելու, չեն անելու, կանելու են։ Իսրայելը պատրաստ է հարվածներ ընդունելու։ Ասենք 1000 հատ հրթիռ կարծակի երկուսը կանցնեն այդ Դիմոնի անապատի վրա, ինչ է կանելու։ Այսինքն, նայեք, իհարկե կգնան ճնշումներ, որովհետև այդպիսի բան տեղի է ունեցել, էլի երկու անգամ իրար ստից մթից հարվածեցին, ոչ Իրանը ջոգեց ինչ անում, ոչ էլ Իսրայելը ջոգեց ինչ անում։ Պարզապես իրար ատամներ ցույց տվեցին, հանգստացան։ Հիմա եթե դուք պատկերացնում եք, ԱՄՆ-ն գնում է, այդպես է ինձ թվում, նոր գլոբալ հաշվեկշռի որոնման ճանապարհով Ուկրաինայի հարցն են բերել, պատկերացնում եք, մի հատ էլ էս մերձավոր միջին արևելքն է պայթում։ Որ պայթելու լրիվ անիմաստ տեղ է։ Ո՞վ է դա թույլ տալու։ Դա հնարավոր բան չի։ Ես պնդում եմ, որ նախ վերցնենք մեր տարածաշրջանը, հարավային Կովկասը։ Մենք մի հատ էլ բան աուն են կպցրել հիմա, հարավային Կովկաս չի, ինչ է, մերձավոր արևելք է, դա ավելի լավ չի, աշխարհացույցը վերցրեք, սկսեք աշխարհի քարտեզը գծել, էլի։ Իհարկե պարզ է, որ դա սարկաս տերմին է, բայց դու կարող եք այսօր գնալ բանը Թրամփին բացատրել, որ սա մերձավոր արևելք է։ Մի քիչ չնես բանով լինենք, էլի։ Իհարկե մեր ցանկությունը լինել ենթադրենք մերձավոր արևելքի մաս, բայց այստեղ բաներ կա հաստատված, էլի։ Այստեղ չկա, մեր տարածաշրջանում չկա պատերազմի վտանգ։ Իրան-Իսրայել հարաբերություններում ենթադրել է, որ կլինեն ինչ-որ անհանգստություններ, բայց մեծ պատերազմի վերածելու պոտենցիալ չկա։